Ես բանակցային գործընթաց սկսում եմ զրոյական կետից։ Ինքը փորձել է դուրս գալ այն տրամաբանությունից, որ իրոք իսկապես պարտավորական տրամաբանություն էր, որը ժառանգություն է ստացել այն քաղաքական ղեկավարությունից, որը մինչ այդ կար։ Արցախը չէր կարա թոք լիներ Հայաստանի համար, որովհետև Հայաստանին որպես տարածաշրջանային խաղացող ընկալվել է այն ժամանակ, երբ որ ինքը պատերազմը հաղթել է։ Հաղթանակի գինը տարբեր է լինում, իհարկե, բայց հաղթողը չի կարող թույլ լինել։ Այն Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ միացնելու մասին է։ Նիկոլ Փաշինյանի համար մեկ ճիշտ քայլը եղել է այն, որ ինքը եկել է Արցախում, ասել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես միանում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոչին, որ այո, արցախցիները պետք է այստեղ տնավորվեն։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին։ Պարոն Աղաբեկյան, շնորհակալ ենք կրկին մեր հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Նոյեմբերի 9-ին լրացավ 44-օրյա պատերազմի ավարտը եւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնության փաստաթուղթը եւ ընդդիմախոսների կողմից այս փաստաթուղթը որակվեց, գնահատվեց որպես կապիտուլյացիոն փաստաթուղթ եւ այնուհետև հաջորդեցին Արցախի շրջափակումը, Արցախյան վերջին պատերազմը, Արցախի հայաթափումը, կարծես թե ընդդիմախոսների մոտ փոփոխվեց կարծիքը եւ սկսեցին փոքր ինչ է դրական ընդունել այդ փաստաթուղթը, հատկապես երբ օգոստոսի 8-ին նախաստորագրվեց խաղաղության փաստաթուղթը։ Ինչ ունեք դուք ասելու, ինչ շոշափելի արդյունք է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ ինչն է ստվերում թողնում, չեզոքացնում օգոստոսի 8-ը, խնդրեմ։ Այդ ընդդիմախոսների մոտ ոնց է ստացվել, որ ի սկզբանե այդքան բացասական նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիմա դարձել է երազանքների փաստաթուղթ, բայց իմ համար ամենայն դեպս ինքը ինչպիսին եղել է այն ժամանակ, նույնն էլ հիմա է։ Եթե օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ փորձես համեմատականներ անցկացնել, ապա որևէ առումով մեկը մյուսից որևէ առավելություն չունի, երկուսն էլ իր մեջ պարունակում են որոշակի վտանգներ։ Նոյեմբերի 9-ի պարագայում այդ վտանգների մասին կարծում եմ, որ ժամանակին այդ նույն անդիմախոսները խոսում էին։ Ինչ վերաբերվում է օգոստոսի 8-ին, ապա ես այս մասին մի քանի անգամ արտահայտվել եմ, երբ միջև փաստաթղթի ստորագրումը, երբ դեռևս խոսակցությունը գնում էր, ասում էի, որ կողջունեմ, եթե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում տեղի ունենա հավասարազորության սկզբունքով, եթե անգամ այստեղ ասեին, որ կոնսորցիում կազմակերպություն լինելու եւ մյուս կողմում, այսինքն Հայաստանի մուտքը դեպի Ռուսաստան նույն կերպ նույն պարամետրերով է լինելու, սա կլիներ հավասարազոր տրանսպորտային ապաշրջափակում։ Բայց մենք ունենք եւ նոյեմբերի 9-ով եւ օգոստոսի 8-ով պարամետրեր, որոնք վերաբերվում են միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելուն։ Մի դեպքում այդ պարամետրերի դերն ու տիրակալը պետք է լինի ռուսական կողմը, հանձինես FSB-ի ուժերի եւ նույն կերպ այնտեղ էլ գրած էր, որ պետք է այդ ճանապարհը լինի անխոչնդոտ։ Այս մի պարագայում լինելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, որի այդպես պարամետրերը ինչը ոնց դեռևս հայտնի չի եւ ընդհանրապես այդ փաստաթուղթը շատ ընդհանրական է ներկայացնում եւ համոզված եմ, որ երբ որ հարցը առաջանա արդեն մանրուքների մեջ Ադրբեջանը սկսելու է, այսպես ասած, նոր պահանջներ տեղադրել դրա մեջ, եւ ժամանակը առաջանալու այդ տարբեր ընկալումները, որտեվ Արադ Միրզոյանի հետ հարցազրույցում Պետրոսի հետ վերջնականապես այս հարցի պատասխանը չստացա հայկական սահմանապահ ուժեր այնտեղ լինելու են, թե ոչ, այսինքն մարդիկ այնտեղ ստուգվելու են, թե ոչ, առավել եւս որ ադրբեջանական կողմը հատկապես այս վերջերս շատ է օգտագործում Զանգեզուրի Միջանցքի եզրույթը եւ հենց շեշտադրումը դնում է նրա վրա, որ այդ ճանապարհը պետք է լինի անխոչնդոտ եւ հայկական կողմը որևէ կերպ որևէ վերահսկողություն չպիտի ունենա, թե իրենք ինչպես են կապվում Նախիջևանի հետ։ Գլոբալ առումով կարծում եմ, որ հարցը ամենևին էլ ինչու է ռուսական կողմը այսքան այդպես իր համար ոչ այդքան ընդունել, իհարկե արտաքնապես այդ մասին չի խոսվում, բայց գոնե մենք գիտենք, որ դա այդպես է օգոստոսի 8-ի փաստաթղթի բովանդակություն, որտեղ այն ամենևին էլ Նախիջևանը Ադրբեջանի միացնելու մասին չէ։ Այն Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ միացնելու մասին է։
Եվ եվրոպացիք են ասում, որ Թուրքիան այս փաստաթղթով եւ այս տրանսպորտային հաղորդակցությունների բացմամբ դառնալու է լոգիստիկ կենտրոն, դառնալու է այսպես կոչված Եվրոպայի պահեստը եւ անձամբ Թուրքիայի ներկայացուցիչներն են ասում, որ այս փաստաթղթի դերն ու նշանակությունը իրենց համար է կարեւոր, ոչ միայն նրանով, որ Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, այլև նրանով, որ իրենք փաստացի մուտք են ստանալու դեպի կենտրոնական Ասիա, որտեղ որ մենք գիտենք, որ բավականին այդպես թուրքալեզու ժողովուրդներ են։ Իսկ դա Ռուսաստանի համար հղիա վտանգով, որ այդ տարածաշրջանը իր ազդեցության գոտին է եւ որ թուրքական ներկայությունը այնտեղ սկսի ուժեղանալ, իսկ այնպես չի, որ թուրքական ներկայություն հիմա այնտեղ չկա, պարզապես դա ավելի շատ կրթական, մշակութային եւ գաղափարական ու քաղաքական է։ Պլյուս տնտեսական ֆակտորն էլ, որ դրան միացնենք, արդեն հասկանալի է, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու, հաշվի առնելով էթնիկ եւ կրոնական նույնականությունը, ինչ որ թուրքերի հետ կա։ Այս ողջ այդպես պատճառը, թե ինչու ինչ որ որոշակի դիմախոսներ, որոնք նոյեմբերի 9-ի ժամանակին քննադատում էին, հիմա փորձում են ամեն ձև կարճել նոյեմբերի 9-ը, թե չէ իրենից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իհարկե բացարձակ այդպես խայտառակ փաստաթուղթ է, որով որ Հայաստանը այսպես բանը շատ է սիրում դրա մասին խոսել, Փաշինյանը շատ է սիրում դրա մասին խոսել, հենց նոյեմբերի փաստաթղթով է, որ Հայաստանը մտել է այդպես թոկի տակ եւ դարձել է այլ երկրի կողմից առավել հեշտ կառավարելի, դրա առապացույցը 21 թվականի իրենց նախընտրական ծրագիրն էր, որով իրենք հենց այդ երկրին միջև վերջ, հենց մազից միջև ոտի ճկույտ պատրաստ էին ծառայել։ Պարոն Աղաբեկյան, փոքր ինչ առաջ ընկնենք, քանի որ արդեն խոսեցիք այդ թոկի մասին, օրերս հարցազրույցներով ելույթ ունեցան Հայաստանի երրորդ եւ երկրորդ նախագահները, որոնց շուտապույտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ Արցախի հարցը կամ ինչպես ինքն է ասել, Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին ուղղակի թոկեր Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Հիմա եթե թոկ ապա ինչ արեց Նիկոլ Փաշինյանը այդ թոկի հետ, թոկ չէր Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության համար եւ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը այդ թոկի հետ, կտրեց, երկարացրեց, կարճացրեց, ինչ արեց։ Իրականում ոչ պոպուլար տեսակետ պետք է ասեմ, այն առումով, որ ես արդեն էլի մի քանի անգամ խոսել եմ սրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ ճիշտ քայլը եղել է այն, որ ինքը եկել է Արցախում ասել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե դրան հետևեր Արցախի Հանրապետության ճանաչումը եւ միացումը Հայաստանի Հանրապետության, լրիվ ուրիշ աշխարհակաղակական իրավիճակ կլիներ եւ եթե հիշում եք անմիջապես 20 թվականի ռազմագործողություններից հետո, երբ որ ես եկել եմ այստեղից ընտանիքս հետ բերելու, ես Սյունիքում տեսել եմ ռուսական ռազմական բավականին լուրջ ներկայություն։ Այս ամեն ինչը նրա համար էր, որպեսզի ապահովագրվեր Ադրբեջանի կողմից հնարավոր դեպի Հայաստան հարձակումը, որտեղ ռուսների պլանների մեջ չէր մտնում, որ Արցախից այս կողմ պետքա ռազմագործողությունները տեղափոխվեին Հայաստանի Հանրապետության տարածք։ Ամենայն դեպս 20 թվականին դա չէր մտնում։ 22-ին գուցե պայմանով, որ իրենք կգան այնտեղ կհաստատվեն եւ ի վերջո կբացեն իրենց համար Բաղդալի Զանգեզուրի միջանցքը։ Բայց ամենայն դեպս աշխարհակաղակական իրականության մեջ ինչին որ մենք ապրում ենք 20 թվականին, պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստան ճանաչած է լինում Արցախը որպես իր կազմում եւ լրիվ ուրիշ իրավիճակ պետք է լինի եւ Ադրբեջանը շատ երկար պիտի մտածեր եւ նոր այնպիսի պայմանավորվածություններ։ Աշխարհը ինչպես կընդուներ այդ հանգամանք այդ փաստը։ Կարծում եմ, որ աշխարհը ընդհանրապես հաշվի է նստում իրողությունների հետ, հրավառ ապացույցը Այսօր անտարբեր չէր լինի, բայց կարձագանքեր որպես իրողություն, այլ ոչ թե այն իրողությունները, որոնք որ օրինակ իր համար շատ հարմար էր պնդելը, որ բա գիտեք ինչ թե բանը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ինչ կապ ունի, մենք Հայաստանի դաշնակիցն ենք, մենք կապ չունենք Հայաստանի հետ։ Կարծում եմ, որ այդպիսի կտրուկ քայլերն էր։ Նախ ես չգիտեմ ինչու չենք այդ քայլերին գնացել, որ 18 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո իր խոսքերն են եղել, որ ես բանակցային գործընթաց սկսում եմ զրոյական կետից։ Ինքը փորձել է դուրս գալ այն տրամաբանությունից, որ իրոք իսկապես պարտավորական տրամաբանություն էր,
որը ժառանգություն է ստացել այն քաղաքական ղեկավարությունից, որը մինչ այդ կար։ Եթե դուրս չի գալիս այդ տրամաբանությունից, բայց գնում հայտարարում է, որ Արցախ Հայաստանը եւ շարունակում մնալ այդ տրամաբանության շրջանակներում, ադրբեջանական կողմի համար այո, հարմար պայմաններ են ռազմական գործողություններ սկսելու եւ Հայաստանին այն իրավիճակի մեջ դնելու, ինչի իրավիճակի մեջ որ դրել է։ Արցախ չէր կարա թոք լիներ Հայաստանի համար, որովհետև Հայաստանին որպես տարածաշրջանային խաղացող ընկալվել է այն ժամանակ, երբ որ ինքը պատերազմը հաղթել է։ Ընդհանրապես այդպիսի բան չկա, դա նույնն է, որ ասես որ երբ ես հաց ուտեմ, այն ժամանակ սոված եմ լինելու։ Սա այսպիսի մի անիմաստ արտահայտություն է իր կողմից, որտեղ եթե դու տիրապետում ես լոգիստիկ հնարավորություններին, եթե դու առավել շատ ավելի մեծ տարածք ունես, եթե դու ավելի շատ սահման ունես հարևան երկրների հետ, անհնար է, որ այդ նման պայմաններում դու ավելի թույլ լինես, քան ավելի փոքր տարածքով, քան ավելի այդպես կորցրած պարտված կարգավիճակով։ Պարտվածը միշտ էլ այդպես միշտ ավելի թույլ կարգավիճակում է, քան թե հաղթած կողմը։ Նույն կերպ էլ հիմա կարող են ասել, որ բա գիտեք ինչ Ադրբեջանը այս տեսակետը ես շատ եմ լսում, որ ադրբեջանական կողմը Ղարաբաղում հաղթելուց հետո, Լեռնային Ղարաբաղում հաղթելուց հետո բանա հայտնվել է բանի Ռուսաստանի կամ Թուրքիայի լիակատար տոտալ վերահսկողության տակ։ Ուր է այդ վերահսկողությունը։ Մենք տեսնում ենք, որ Ալիևը շատ հանգիստ կարողանում է 100%-անոց հակառուսական դիրքորոշման մեջ լինել, հաջորդ օրերից պայմանավորվել ռուսական կողմի հետ, թուրքական կողմին իրավիճակն այնպեսին է, որ այսօր 2 օր առաջ հայտարարությունը եղավ Էրդողանի կողմից, որ մենք մեր գործողությունները համաձայնացնում ենք Ալիևի հետ, հետո նոր ենք Հայաստանի Հանրապետության մեջ ինչ-որ հաղթողը չի կարող թույլ լինել։ Հաղթանակի գինը տարբեր է լինում, իհարկե, բայց հաղթողը չի կարող թույլ լինել եւ այդ պնդումը, որ Արցախը թոք էր, կարծում եմ, որ ինքը բավականին մանիպուլյատիվ է, որովհետեւ դեմոնտրություններ են եւ ինքը ցանկացած իր կատարած քայլ փորձելու է ներկայացնել որպես դեպի անկախությանը, դեպի ինքնիշխանությանը տանող քայլեր, որպեսզի մեկ քվե ավել ստանա, այնտեղ ինքը գիտի, որ 26 թվականի ընտրությունները ինչ որ չափով ճակատագրական է լինելու իր համար։ Պարոն Աղաբեկյան, քանի որ Արցախից եք, Արցախի պատգամավոր եք, հետաքրքիր է այս հանգամանքը, հա, ինչու Ռոբերտ Քոչարյանը, Հանրապետության երկրորդ նախագահը, իր հարցազրույցում նշեց, որ պատերազմի 3-րդ օրը Արցախում էր եւ ցանկություն է հայտնել հանդիպելու նախագահ Արայք Հարությունյանի հետ, սակայն վերջինս մերժել է։ Սոցիալական ցանցերում արցախցիները մեզ տեղեկացնում են, որ այդպես չի եղել։ Արայք Հարությունյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն ժամանակ չունենալու պատճառով խնդրել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իրեն այցելի։ Հիմա ինչ է տեղի ունեցել, ձեզ հայտնի է։ Անկեղծ ասած, ես մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչու չի կայացել այդ հանդիպումը։ Չեմ կարծում, թե այդ ընթացքում համարյա թե ով եկել է, նույնիսկ ոչ այդպես նախագահի մակարդակով, ով է որ եկել է ինչ-որ բանով ձեռ հասցնելու։ Ես այդպիսի մեկ մարդու չգիտեմ, որ այդպես նախագահը չի ընդունել կամ չի փորձել ինչ-որ ձևով։ Որովհետև տպավորությունն այնպիսին է, որ Բաքվից բնական է Արայք Հարությունյանը չի կարող արձագանքել եւ բոլոր մեղադրական սլանքները ուղղվում են կամ իրեն կամ Սամվել Շահրամանյանին։ Այո, կա այդպիսի բան։ Ես չեմ ուզում իրտեղ պատասխանել, որովհետև լիարժեք չեմ տիրապետում, թե ինչպես է եղել, որ ինչու չի տեղի ունեցել այդ հանդիպումը։ Կարծում եմ, որ այո, դուք ճիշտ եք, էթիկապես էլ չի ճիշտ լինի, որպեսզի մենք հիմա խորանանք ինչ-որ արևույթ քննարկումների մեջ, որոնք կարող են ճիշտ չընկալվել, առավել ևս կարող են վնասել Բաքվի բանդում գտնվող մարդկանց, որովհետև մեր ցանկացած խոսք, կարծում եմ, որ ինքը երբ հարցը վերաբերվում է այնտեղ գտնվող մարդկանց, մի քիչ չափած ձևաս պետք է լինի, բայց այնուամենայնիվ չեմ տիրապետում իրական պատճառահետևանքային կապին, թե ինչու է ստացվել, որ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը իր հետ չեն հանդիպել։
44-օրյա պատերազմից հետո, երբ եռակողմ համաձայնության որոշվեց, որ Արցախում տեղակայվելու է ռուս խաղաղապահները, արցախցիների մոտ կար այն համոզմունքը, որ 5 տարին, ամբողջապես 5 տարին ռուս խաղաղապահները լինելու են Արցախում եւ այնուհետեւ էլ երկարաձգվելու է արցախցիները հիմնականում այսպես են, չէ՞, ասում եթե ռուսները եկել են Արցախ, ապա մշտապես այստեղ են լինելու։ Հիմա այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ կցանկանայի նշեիք, թե ինչը այստեղ ազդեցություն ունեցավ։ Արդյոք Ռուսաստանը այլևս ի վիճակի չէր օգնելու Արցախին, քանի որ արդեն սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմը, նաեւ ցանկություն չունեցավ, թե սրան ազդեց այն, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ։ Տեսեք, երբ 2020 թվականին դեպքերից հետո ռուսական խաղաղապահ առաքելությունը եկավ Արցախ, ի սկզբանե իրենց տրամադրվածությունն էլ այնպիսին էր, որ իրենք ավելի երկար են մնալու։ Առնվազն իրենց խաղաղապահ առաքելության ղեկավար կազմի այն մարդկանց հետ ես շփում ունեցել եմ, ես տեսնում եմ այդ անկեղծությունը, որ իրենք էլ հավատում էին, որ իրենք երկար են մնալու։ Այո, ռուս-ուկրաինական ոչ թե պատերազմի սկսվել, այլ ռուս-ուկրաինական պատերազմի ունեցած առաջին փուլում անհաջողությունները կարծում եմ, որ պատճառ հանդիսացան, որ ռուս-թուրքական մերձեցում տեղի ունենա։ Հիմա շատ են խոսում, ասում են Հայաստանը բանը 9-րդ կետը չի իրականացրել, գնացել է Պրահայում փաստաթուղթ ստորագրել։ Հա, այդ ամեն ինչը կա, միանշանակ այդպես է, սա փաստ արձանագրված։ Բայց դուք եք Արցախից եւ շատ լավ հիշում եք, որ հենց այդ ուկրաինական պատերազմում տեղի ունեցած անհաջողությունների ֆոնին Ադրբեջանը ինչպիսի լկտիություն այդ ընթացքում սկսեց ցուցաբերել, խաղաղ բնակիչների սպանություն, դիրքեր մտնել, գրավել, շից բարբերաբար հիշեցնում են իրենց մասին։ Այս ամեն ինչի խոսում են մասին, որ ռուսական կողմի դիրքերը թուլացել են եւ ինքը չի կարողանում, եթե նախկինում կարողանում էր զսպել ադրբեջանական կողմը, հիմա չի կարողանում զսպել։ Այո, Պրահայում արձանագրվել է փաստ, բայց մինչև Պրահան չմոռանանք, որ եղել է ռուսական առաջարկությունը, այսպես կոչված Խովավյան առաջարկությունը, որը ընդհանրում էր հիմնախնդրի խնդրի տեղափոխում ապագա սերունդներին, որին հայաստանյան կողմը ծափահարություններով համաձայնվել է, որտեղ իր համար այդպես լավագույն լուծում կլիներ, այսպես ասած Արցախի հարցի հիմնախնդիրը լրիվությամբ գցել, այսպես ասած ռուսների գրպան, որ տեսեք գնացեք դուք զբաղվեք, դուք գիտեք ձեր Արցախը, մենք կապ չունենք, թող ժամանակի ընթացքում կոնֆլիկտի հեռակալուծում լինի, իսկ թող մեր օրոք էլ չլինի, ուրիշ իշխանություն թող գա, իրանք կողմն ադրբեջանական կողմը ասել է, չէ, պահը եկել է, պահը մենք չպետք է բաց թողնենք։ Սրանք կոմպլեքս պատճառահետևանքային կապեր են, ավելին ես մտածում եմ, որ Պրահայի փաստաթղթի համար մեկ շահառուն եղել է նաև Ռուսաստանը, թե ինքը այսօր իր հիմնական թեզը ասում է, մենք ինչ անենք նա, բանը Հայաստան գնացել է Պրահայում։ Եթե այդպես Ռուսաստանը այդպիսի փաստաթղթերի հետևող տղա լիներ, մենք չենք տեսնի իր գործողությունները ժամանակին Ուկրաինայում, դա բայդ միջազգայինորեն ընդունված երկրի սահմաններում կա ու դեռ մի բան էլ ավելին է ուզում։ Չենք տեսնի իր գործողությունները Սիրիայում, չենք տեսնի իր գործողությունները Աֆրիկայում, ինքը որտեղ իր աշխարհակահաղական շահը տեսնում է եւ իր աշխարհակահաղական շահի հետևից գնում է, ինքը տենց մանր-մունր փաստաթղթերի հետևից չի գնում, ինքը եւ իր բանական այդպես հիմք է կարողանում գտնել, եթե չի կարողանում ստեղծում է այդ հիմքը դնում է տակը եւ օգտագործում է կարծում եմ, որ այդպես սեփական ձեռքերի լվանալու մեթոդը առավել եւս այն պատճառով, որ պատերազմի ավարտից հետո ոչ Հայաստանի իշխանությունը եւ ոչ էլ Արցախի իշխանությունը չունեին այնքան հեղինակություն, որ դիմեին տեղահանված այն ժամանակ ոչ թե տեղահանված ներողություն եմ խնդրում, այն ժամանակ Արցախը ժամանակավոր թողած եւ պատերազմի ժամանակ Հայաստանում հաստատված խաղաղ բնակչությանը, բայց հետ եկեք մենք ձեր անվտանգություն, եթե հիշում եք անձամբ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցել, որ մենք ձեր անվտանգությունը ապահովելու ենք, հետ եկեք։ Եվ մարդիկ հավատացել են, հետ են եկել։ Այդ ելույթի մեջ ամենևին չկար, որ գիտեք ինչ, հետ եկեք, բայց դե եթե հանկարծ ինչ որ մի այլ փաստաթուղթ ստորագրվի, ես ձեր անվտանգության եւ մնացածի համար պատասխանատու չեմ։ Իսկ մենք տեսել ենք, որ 23 թվականին այնինչ տեղի է ունեցել ու շատ կարևոր արձանագրում եմ հիմա ուզում անել,
այնիշ տեղի ունեցել ամբողջ աշխարհի կողմից գնահատվել է որպես էթնիկ զտում եւ միակ երկիրը, որ աշխարհաքաղաքական կենտրոնը, որ միջև այսօր արժանի քաղաքական գնահատական չի տվել, դա էլ Հոպրահայի փաստաթղթով արձանագրված չի, որ չպետք է գնահատական տաս։ Շարունակում է մնալ Ռուսաստան։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որի մեջ գրած էր, որ հայերը Արցախից հեռացել են, չէր գրած, որ այդտեղ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Պարոն Աղաբեկյան, վերջում կխնդրեմ անդրադառնանք նաև արցախցիների սոցիալական խնդիրներին ամփոփ։ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում, որպեսզի արցախցիները այսպես, ղարաբաղցիները այստեղ Հայաստանում տնավորվեն եւ սկսեն ապրել այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչ է անում այս իշխանությունը, որպեսզի գոնե թե արցախցիները մայր Հայաստանից չարտագաղթեն։ Կարող զարմանաք, բայց ես միանում եմ Նիկոլ Փաշինյանի այդ կոչին, որ այո, արցախցիները պետք է այստեղ տնավորվեն եւ միանշանակ լիիրավ բոլոր առումներով հավասարազոր քաղաքացիներ դառնան, հարցն է նա թե պետության կողմից վերաբերմունքը արդյոք համապատասխանում է իր կոչին, թե չէ։ Ես կարծում եմ, որ չի համապատասխանում, ինչ որ միտեղ նույնիսկ հակասում է այդ կոչին, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք կազմակերպված ատելության քարոզ արցախցիների նկատմամբ, երբ տեսնում ենք սոցիալական այնպիսի փաթեթներ, որ նես պահին առնվազն հնարավոր կարադարձնի տնավորվելու միայն բազմաերեխատար եւ մեծ ընտանիքներին, այսօր եթե առնվազն պետք է 5-6 հոգի ունենաս ընտանիքում, որպեսզի կարողանաս օգտվել այդ ծրագրից։ Անձամբ ես օգտվել եմ, որովհետեւ մեր ընտանիքում 6 հոգի մարդ կա։ Բայց օրինակ այն ընտանիքները, որոնք 3-4 հոգի են, այդ ընտանիքների համար լրջագույն խնդիր է դառնում այդ ծրագրից օգտվելու հնարավորությունները։ Բայց այստեղ շատ կարևոր արձանագրում եմ ուզում անել, որ առնվազն պաշտոնական տվյալներով այս պահի դրությամբ 10,000-ից ավելի մարդ արցախցի լքել է Հայաստանի Հանրապետություն։ Եթե այստեղ ճիր ու չամի չէր բաժանվում եւ հնարավորություն կար տեղում ինքնահաստատվելու, կայանալու, տուն տեղ ստեղծելու, որևէ մեկը այդպես խելքից պատոհաս չի էլի, որ դուրս գնա ուրիշ երկրում, որտեղ դիմացի խանութի դուռը չի բացելու, ասի բարև ձեզ, այլ ուրիշ լեզվով բարևելու, իր երեխաները լրիվ ուրիշ միջավայրում են մեծանալու, գնա այդպիսի ռիսկի եւ տեղափոխվի այնտեղ։ Լավ կյանքից չեն մարդիկ տեղափոխվել, իսկ այդ պաշտոնական տվյալներով 10,000-ից ավելի։ Երբ որ ես նայում եմ իմ շրջապատը, իմ ընկերներին, իմ հարազատներին, իմ բարեկամների մեջ, ես չեմ հավատում այդ 10,000 թվին։ Կարծում եմ, որ այդ թիվը առնվազն 2-3 անգամ մեծ է։ Որտեղ մեծ թվով մեր շրջապատում եղած մարդիկ մեծ թվով այսօր արտագաղթել են, դուրս են եկել։ Որևէ մեկը այդպես չի կարա լավ կյանքից դրդված, դու մարդուն ասես ես քեզ տուն եմ տալիս, տեղ եմ տալիս, ամեն ինչ ստեղծում, ասի չէ։ Ես այդ ամեն ինչ չեմ ուզում, ես գնում եմ զրոյից ամեն ինչ ստեղծելու։ Չկա այդպիսի բան։ Եվ ես էլ Նիկոլ Փաշինյանին հիմա կոչով դիմում, որ երբ որ այդ կոչը անում ես, որ տնավորվեն, տեղավորվեն, այդ կոչին հավասարազոր նաև քայլեր ձեռնարկիր, որ մարդիկ կարողանան այդ խնդիրները լուծել։ Դե եթե պնդում կա, որ վայ Արցախի հարցում մենք ինչ անենք, մենք բանենք, իզորու չենք եւ այլն, առնվազն արցախցիներին այստեղ պահելու հարցում իզորու եք, բայց դեպքերով անգամ մենք տեսնում ենք հակառակ վերաբերմունք, կարծես թե այդպես ցանկություն, որ ինչքան շատ մարզերից դուրս գա արցախցի գնա, այնքան ավելի լավ եւ ավելի այդպես քաղաքական տեսանկյունից իրենց համար նպատակահարմար։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք մեր զրուցակիցը Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն էր։